Սիրով ողջունում եմ բոլորիդ, իմ շատ սիրելի բաժանորդներ ջան, Աստծո սերը և օրհնությունները բոլորիդ հետ։ Այսօր շաբաթ է, ձեզ մաղթում եմ բարի, ուրախ, հանգիստ, վայելեք ձեր շաբաթը։ Սիրելի հետևորդներ ջան, այսօր հարցս պատրաստելու է մեզ համար, սիրով ցույց եմ տալու ձեզ, իմ լավ բարեկամներ, աշխարհի ամենահամեղ խմորեղեններից մեկը փախլավան պատրաստում է գնված պատրաստի խմորով։ Ասեմ, որ խմորը առանց դրոժի է։ Ընթացքը հետևեք, սիրելիներս, պատրաստելու է 4 լիստից։ Երկու մեջտեղի լիստերը պետք է եփի, իսկ տակինը և վերևի լիստը ոչ։ Հիմա լավ բացում եմ, որպեսզի մեծ լինի, մեր տապակը մեծ է, հարգելիներս։ Տապակի մեջ դրել է յուղաթուղթ և հիմա կդնի լիստը։ Լիստը մեծ է անում ավելի տապակից, որովհետև եփելուց նա ոնց որ ասած հավաքվում է, փոքրանում է և տակի լիստն էլ պետք է մեծ լինի, որ հավաքի կողքերը։ Հիմա կդնի ջեռոց։ Արդեն կարմրում է, տեսնում եք, մի փոքր արդեն փոքրացավ։ Լիստերը թխեց, վերջացրեց, հիմա պետք է աղա ընկյուզը, մեզ մոտ 500 գրամ ընկյուզ է, ոչ թե մանրացնում է դանակով, բլենդերով աղում է, սիրելիներս։ Միջուկն է պատրաստելու հիմա։ Աղաց վերջացրեց ընկյուզը, սիրելիներս, ձայնի համար կներեք, մեկ ձայնը կա, հեռախոսս լավ չի աշխատում, մեկ չկա, դրա համար կտրեցի ձայնը, մինչ նորը տեսնեմ, պետք է գնեմ անպայման։ Տեսնում եք, ցույց է տալի, լավ մանր աղաց։ Հեռախոսի միջից ձայներ է դուրս գալիս, դրա համար, որ չխանգարի, ձայնը անջատել եմ, դատարկում է ուրիշ տարայի մեջ։ Հիմա ձուն առանձնացնում է սպիտակուցը դեղնուցից, դեղնուցները կթողնի երեսը քսելու համար, իսկ սպիտակուցներով բեզե կպատրաստի։ Ես մանրամասնորեն չափաբաժինները կգրեմ, սիրելիներս։ Ձվի սպիտակուցի վրա ավելացնում եմ 1 պտղունց աղ և հարում։ Արդեն լավ սպիտակել է, ավելացնում է
շաքարավազը քիչ-քիչ է ավելացնում։ Շատ ընտիր բեզե ստացվեց։ Հիմա ընկյուզը պետք է խառնի բեզեին։ Պետք է շատ զգույշ խառնենք, որ չնստի սպիտակուցը։ Հիմա սկսում է արդեն շերտերը հավաքել։ Ամենաներքևի շերտը բավականին մեծ է, որ վերջում կարողանա հավաքել։ Ավելացնում է պատրաստի բեզեն ընկյուզով։ Սիրելիներս, ուզում եմ ձեզ իմ շնորհակալական խոսքը ասել։ Շնորհակալ եմ ձեզանից անչափ, անսահման, որ դուք այդքան բարի եք և բարի գրառումներ եք գրում։ Դուք իմ հետ եք և ես ձեզ հետ եմ։ Խոստանում եմ, որ ավելի համեղ, գեղեցիկ հոլովակներ կտեղադրեմ։ Իրոք կարճ ժամանակում իմ հետևորդների բանակը կամաց շատանում են, հուսով եմ, որ ավելի կշատանան, որովհետև ունեմ ձեզ նման շատ բարի, ջերմ հետևորդներ, որոնք գնահատում են իմ աշխատանքը։ Սիրում եմ բոլորիդ։ Եղեք միշտ օրհնված և առողջ։ Կյանքը ինչքան կարճ է, ժամանակը այնպես արագ է թռչում, որ չենք նկատում, թե ինչպես մեծացանք։ Եկեք իրարից չնեղանանք, իրար չվիրավորենք, եկեք սիրենք իրար, հարգենք միմյանց, որ Աստված էլ մեզ սիրի և օրհնություններով մեր օրը լցնի։
Հիմա դնում է վերջին շերտը, 4-րդ շերտն է։ Հիմա եփում է մեղրաջուր մեր փախլավայի համար։ 100 գրամ կարագի վրա ավելացնում է 200 գրամ մեղր, թե շատ էլ լինի, դա հոգ չի, ավելի համեղ կստացվի շաքարաջուրը։ Լավ կխառնի, մինչև դառնա միասեռ զանգված։ Մարմանդ կրակի վրա է եփում։ Հիմա ավելացրել է սուրճի բաժակ ջուր, ավելացնում է 1 ճաշի գթալ դարչին։ Հիմա կողքերն է հավաքում, սիրելիներս։ Տեսնում եք, այսպես տակի, ամենատակի շերտը բերում է վերև։ 4 բոլորը պետք է այդպես հավաքի։ Հենց սկսում է դանակով նաշխեր անել, տալ փախլավայի տեսք։ Շատ ընտիր ստացվեց, տեսնում եք, խմորը չի կպնում դանակի, նշանակում է խմորը ընտիր խմոր է, սիրելիներս, և բարձր լավ ստացվեց։ Հիմա մյուս կողմից պետք է կտրի։ Կանց փախլավայի տեսքը արդեն ստացանք։ Տվի դեղնուցի վրա ավելացնում է 1 թեյ գթալ բուսայուղ, կխառնի և կքսի մեր խմորեղենի փախլավայի երեսը։ Կարող եք նաև մի քիչ կաթ ավելացնել, կարող եք սմետան ավելացնել, կարող եք մի փոքր ջուր ավելացնել, մածուն ավելացնել և նույն կարմրությունը կստանաք։ Մենք միշտ ավելացնում ենք բուսայուղ։
Ձվի դեղնուց քսելուց հետո շարում ենք արդեն ընկյուզները։ Տեսնում եք ինչ գեղեցիկ է։ Ընկյուզները շարեց, վերջացրեց, դնում է ջեռոցը, սիրելիներս։ Շատ ընտիր բարձր ստացվեց։ Ջեռոցից հանեց, կարմիր, գեղեցիկ, ընտիր փախլավա ստացվեց։ Պետք է լցնի մեղրած ջուրը։ Նորից գծիկները խորացնում է, որ համ կտրելուն գեղեցիկ կտրվի, համ էլ տեսքը սիրուն երևա։ Գծիկները խորացրեց, վերջացրեց, իսկ հիմա արդեն լցնում է մեղրած ջուրը, ասեմ, որ մեկ տուփ էլ վանիլին է լցրել։ Կարող եք նաև փոշի մեխակ լցնել, ըստ ճաշակի, ըստ ձեր քիմքին։ Եթե սիրում եք մեխակի համը, կարող եք ավելացնել։ Ահա եւ վերջ, սիրելիներս, ամենահամեղ խմորեղենը փախլավան պատրաստ է։ Տեսեք ինչքան գեղեցիկ ընտիր ստացվեց։ Շնորհակալ եմ, որ դիտեցիք մինչև վերջ։ Շնորհակալ եմ գեղեցիկ մեկնաբանությունների համար։ Եղեք առողջ, օրհնված տեսություն, մինչ հաջորդ տեսահոլովակ։ Տեսնում եք ինչքան լավ է ստացվել։ Ընտիր, այստեղ են ասում խոսքերն ավելորդ է։